Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր մայիսի 12-ն է եւ սա արդեն մեր երկրորդ երեկոյան հաղորդումն է։ Այս հաղորդման ընթացքում հետաքրքիր հարցեր ենք քննարկելու, թե ինչ փոփոխություններ տեղի ունեցան։ Հիմնական թեման կրկին Ուկրաինան է։ Ուկրաինայի շուրջ ինչ հայտարարություններ մենք լսեցինք Մակրոնի եւ Դոնալդ Թրամփի կողմից եւ ինչ սպասել մոտակա օրերի ընթացքում։ Անդրադառնալու ենք նաև Պակիստանին եւ Հնդկաստանին, այդտեղ եւս հետաքրքիր հայտարարություններ են արվել եւ հետաքրքիր մանրամասներ ունենք Պակիստանի եւ Հնդկաստանի միջև տեղի ունեցած այդ կոնֆլիկտից, Մերձավոր Արևելքից կա խոսելու, սակայն նախքան հաղորդումը սկսելը կրկին հիշեցնեմ ձեզ սիրելի հայրենակիցներ լայքերի կարեւորության համար, նաև կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները։ Եվ սկսում ենք Հայաստանից, Հայաստանի մասով շատ բան չունենք քննարկելու, կարևոր տեղեկություն այսօր ստացվեց Հայաստանի գլխավոր դատախազությունից, որ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ սկսվել է հետաքրքիր գործընթաց եւ բազմաթիվ անշարժ գույք են փորձելու բռնագրավել, որը որ անօրինական ձևով ձեռք էր բերվել Քոչարյանի ընտանիքի կողմից։ Իմիջայլոց այս հարցը ես քիչ եմ քննարկել վերջին մեր հաղորդումների ընթացքում, բայց վերջին շրջանում պարբերաբար մենք ստանում ենք տեղեկություն, որ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի դատախազությունը կարևոր գործընթացներ են սկսում եւ ապօրինի ձեռքբերված քույքեր են հետ բերում Հայաստանի պետության։ Դա շատ կարևոր գործընթաց է։ Այդպիսի գործընթացներ միայն ու միայն կարելի է ողջունել։ Ինչը որ ողջունելու է, բնականաբար մենք պետք է ողջունենք եւ դա արդեն կոնկրետ ճիշտ ուղղությամբ ճիշտ արված քայլեր են եւ դա էր սպասում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հենց դա էին սպասում հենց 18 թվականից, երբ որ տեղի ունեցավ հեղափոխությունը։ Մեծ ուշացումով է այդ ամենը տեղի ունենում, բավականին լուրջ դանդաղ կտությամբ, բայց լավ է որ արդեն գոնե սկսել են։ Սակայն կարևոր է նշել, որ մինչև 16 թվականի ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել եւ Հայաստանի այս իշխանությունները ցավոք պարտվել են նաեւ տեղեկատվական պատերազմում։ Ես այս խոսքը վաղուց այս միտքը ուզում էի ասել եւ հիմա արդեն ասեցի իմ պատկերացմամբ տեղեկատվական պատերազմը եւս պարտվել են Հայաստանի իշխանությունները։ Մեկ տարվա մեջ եթե կարողացան շտկել իրավիճակը շատ ավելի լավ, բայց ես չեմ կարծում, որ մեկ տարվա մեջ նրանք կարողանան շտկել իրավիճակը։ Տեսնենք։ Խնդիրը այն է, որ այլընտրանք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի տեսնում եւ դա բավականին բարդացնում է իրավիճակը եւ միակ ճանապարհը հենց դա է, որ Հայաստանի իշխանությունները սկսեն շատ կոնկրետ եւ կոշտ միջոցներ ձեռնարկել նախկին թալանիչների նկատմամբ եւ բոլոր ապօրինի ձեռքբերած գույքերը կարողանան վերադարձնել Հայաստանի ժողովրդին։ Նրանց բացի այդ գործակալների անունները, որ արդեն բացի-բաց տրվում է, հիշում եք Ալեն Սիմոնյանի նաև հայտարարությունները, որ ինքը հստակ ասում էր, որ Հայաստանի քաղաքական դաշտում նախկին իշխանության դեմքով կան օտար երկրների գործակալներ, ովքեր որ ցանկանում են եւ երազում են, որ Հայաստանը դառնա օտար երկրի գուբերնիա, այդ հայտարարություններից պետք է անցնել կոնկրետ գործերի։ Այս մասին եւս ես բազմիցս խոսել եմ, շատ քիչ ժամանակ է մնացել, տեսնենք, դա իրենք պետք է որոշեն իրենց խնդիրն է, բայց ցավոք սերտի նաեւ ինչ որ միտեղ մեր խնդիրն է եւս, դրա համար ես ստիպված եմ նաեւ այս հարցը բարձրաձայնել։ Մնացած կարևոր թեմաներից ասեմ, որ 13-ի 14 մայիսի Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արադ Միրզոյանը գտնվելու է Լյուքսեմբուրգում, որտեղ որ տեղի է ունենալու Եվրոպական խորհրդի արտգործնախարարների հանդիպումը, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ, ինչպես Եվրամիության երկրների արտգործնախարարների հետ, այդպես էլ այլ երկրների արտգործնախարարների հետ, որոնք որ մասնակցելու են այդ հանդիպմանը, այլ մանրամասներ չկան, եւ մեկ հարցի եմ ուզում անդրադառնալ, սիրելի հայրենակիցներ, մեկ այնպիսի մեկնաբանությունների ենք հանդիպում, որ ուզում ենք անպայման մեկնաբանել, եւ այսօր ես մեր YouTube-յան ալիքի տակ տեսա մի շատ հետաքրքիր մեկնաբանություն, որին որ մեծ սիրով ուզում եմ արձագանքել,
քանի որ լավ առիթ է տվել այդ մեկնաբանությունը այդ հարցին անդրադառնալու։ Մեր հետևորդներից մեկը գրել էր, թե դուք ասում եք, թե Իրանի նկատմամբ եւս պատերազմ է սկսվելու, Իսրայելը հարձակվելու է Իրանի վրա, բայց դա տեղի չունեցավ։ Եվ հիմա ասում եք, որ Պուտինը ավելի մեծ պատերազմ է սկսվելու եւ չի գնալու խաղաղության։ Այստեղ շատ կարևոր մեկ բան եմ ասելու, որ ես ասել եմ դա եւ կրկին պետք է ասեմ, մենք գուշակությամբ չենք զբաղվում, մենք վանգա չենք։ Մենք անում ենք քաղաքական վերլուծություն։ Իսկ քաղաքական վերլուծությունները արվում են կոնկրետ փաստերի հիման վրա։ Մենք նախ խոսում ենք հայտարարություններից, թե որ երկրից ինչ հայտարարություն է եղել, եւ հետո սկսում ենք վերլուծել այդ հայտարարությունների կամ գործողությունների, եղի ունեցած գործողությունների հիման վրա։ Հետևաբար, այն որ այս պահի դրությամբ Իսրայելը չի հարձակվել Իրանի վրա, դա չի նշանակում, որ նախ վաղը չի հարձակվելու, վաղը ասելով չեմ ասում կոնկրետ վաղը։ Այսինքն մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացքում կամ 1-2 տարվա ընթացքում դա չի նշանակում, որ բացառում ենք։ Մենք տեսնում ենք, որ բավականին լարված եւ լուրջ բանակցություններ են ընթանում։ Այսօր էլ Մասուդ Փեզեշկյանը հայտարարել է, որ մենք բանակցում ենք նրա համար, որովհետեւ որ մենք ուզում ենք խաղաղություն։ Մենք չենք ուզում հրաժարվել մեր խաղաղ ատոմային ծրագրից, բայց մենք հստակ ասում ենք, որ ատոմային ծրագիրը չենք սարքացնում ռազմական նպատակներով։ Այդ բոլոր հայտարարությունից, օրինակի համար կոնկրետ հայտարարություն եմ մեջ բերում։ Այդ հայտարարությունից հստակ պարզ է դառնում, որ Իրանը ցանկանում է խուսափել պատերազմից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս չեն ցանկանում հարված հասցնել Իրանին, բայց ասում են, եթե մենք հաջողություն չունեցանք, ապա շատ վատ է ավարտվելու Իրանի համար։ Հիմա եթե Իրանը շատ թելացի քաղաքականություն է ворթեգրել եւ ճիշտ ուղղությամբ է տանում բանակցությունները, ինչ է դուրս գալիս։ Մենք սխալվում ենք մեր վերլուծությունների մեջ, թե Իրանը շատ ճիշտ ու լավ քաղաքականություն վարելով փորձում է խուսափել պատերազմից, ինչը մենք նաեւ ողջունում ենք։ Եթե Իրանը այլ տեսակի հայտարարություններ աներ, այլ դիրքորոշում ունենար, ավելի լավ էր իրավիճակը, ես կարծում եմ, որ դա լավ առիթ էր լինելու Իսրայելի համար, եւ ինչ որ միտեղ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, չնայած որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդքան էլ չի ցանկանում, ինչպես արդեն նշեցի, հարված հասցնել Իրանին։ Բայց հիմա լավ է թե վատ, որ այդ հարվածը տեղի չի ունենում Իրանի նկատմամբ, եւ լավ է թե վատ, որ Իրանի իշխանությունները կարող են խաղալ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ վարել շարունակել բանակցություններ։ Նույնն է նաեւ հաստատի տեղի ունենում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Մենք կոնկրետ մեջբերում ենք անում Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, հետո որ ավելի լավ հասկանանք, գալիս ենք Պեսկովի հայտարարություններին, Մարիա Զախարովայի հայտարարություններին, իրենց ռոպագանդիստների հայտարարություններին, անդրադառնում ենք նաեւ եվրոպական մի շարք քաղաքական գործիչների եւ ղեկավարների հայտարարություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգներից հնչած հայտարարություններին, Ուկրաինայից հնչած հայտարարություններին եւ որոշ գործողությունների, դա նույնիսկ մենք կապում ենք իրար ոչ թե միայն մեկ օրով, այլ մի քանի շաբաթվա այդ տենդենսները եւ փորձում ենք ստանալ ընդհանուր պատկեր։ Դա է վերլուծությունը։ Եթե փոփոխություն է գրանցվում իրենց դիրքորոշումների մեջ, կապ չունի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների թե Եվրոպայի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ, մենք դա եւս ֆիքսում ենք եւ ներկայացնում ենք ձեզ սիրելի հայրենակիցներ։ Հետեւաբար կրկնեմ, մենք չենք զբաղվում գուշակությամբ, այլ փորձում ենք վերլուծել օրվա եւ շաբաթվա լուրերը։ Եվ այն փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում քաղաքականության մեջ, դա եւս ձեզ ներկայացնում ենք եւ փորձում ենք այդ փոփոխությունների հիման վրա արդեն նոր վերլուծություններ կազմել ձեզ համար։ Հույսով եմ ես սպառիչ պատասխան տվեցի այս հարցին եւ ոչ մի ցանկություն չունեմ այս հարցի շուրջ ստելու եւ ասեմ, որ հիմնականում բոլոր վերլուծությունները կայանում են կոնկրետ փաստերի հայտարարությունների եւ գործողությունների հիման վրա։ Այդ բոլորը մենք իրար միացնելով ստանում ենք ընդհանուր պատկեր։ Այստեղ որևիցե գաղտնիք չկա։ Եվ հիմա կոնկրետ անդրադառնանք օրվա կարևոր իրադարձություններին, հայտարարություններին եւ արդեն փորձենք նոր վերլուծական շղթա կազմել այդ ամենի շուրջ։ Հետաքրքիր հայտարարություններ է արել Չինաստանի արտգործնախարարը, հաստատի Չինաստանը եւս աջակցել է Եվրամիությանը, Ուկրաինային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այն առումով, որ Չինաստանը եւս համաձայն է, որ հրադադար հաստատվի 30 օրով։ Դրանից բացի Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել Վլադիմիր Պուտինին
ընդունել Զելենսկիի առաջարկը եւ անձամբ մեկնել Ստամբուլ եւ հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ, որպեսզի վերջ դրվի այս պատերազմին։ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահը, հստակ հայտարարել է, որ այդ առաջարկը, հրադադարի մասով առաջարկը տրված Ռուսաստանի Դաշնությանը ուժի մեջ է մինչև երկուշաբթիվա ուշ երեկո։ Այսինքն մինչև այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը ժամանակ ունի հաստատելու հրադադար Ուկրաինայի հետ։ Այսինքն ինչ որ միտեղ կարելի ասել, որ ուլտիմատումով են արդեն խոսում Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության հետ։ Նույն ոճն է պահպանում փաստացի Գերմանիան։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը ասել է, որ եթե այսօր վերջ չտրվի այս պատերազմին, հրադադար չհաստատվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, ապա Գերմանիան նոր պատժամիջոցներ կմտցնի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ եւ կսկսի զենքի, այսինքն նոր մեծ խմբականակի մատակարարումներ Ուկրաինային, այսինքն Ուկրաինայի հայտարարությունը, այսինքն Գերմանիայից հայտարարությունը մենք տեսանք Ֆրանսիայից հայտարարությունը ինչպես արտգործնախարարության, այնպես էլ նախագահի մակարդակով, եւ հիմա տեսնենք թե ինչ է ասում Դոնալդ Թրամփը։ Դոնալդ Թրամփը ասում է, որ շատ կարեւոր օր կարող է դառնալ մայիսի 15-ը, լավ օր կարող է լինել այն, այսինքն հրադադարի հասնելու առումով, եւ ինքը ակնկալում է, որ լավ արդյունքներ կարող է լինեն այդ օրը։ Նա նույնիսկ ասում է, որ մտածում եմ մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելու մասին։ Այսինքն Դոնալդ Թրամփն էլ է ասում, որ ինքը մտածում է մայիսի 15-ին Ստամբուլ մեկնել։ Այստեղ հարցը հնարում է, եթե Վլադիմիր Պուտինը համաձայնվի մեկնել Ստամբուլ, Վլադիմիր Զելենսկին համաձայնվել է, նույնիսկ երկրորդ անգամն է Զելենսկին հիմա կոչի արել, որ Վլադիմիր Պուտինը գա Ստամբուլ եւ մենք բանակցենք եւ վերջ տանք այս պատերազմին։ Հիմա Դոնալդ Թրամփն էլ է խոստանում, որ եթե նման բան տեղի ունենա, ինքն էլ է մտածում, ինքն էլ կարող է մեկնի Ստամբուլ։ Եվ սա հապազանց հետաքրքիր փոփոխություն է եւ սա նշանակում է մեկ բան, որ բավականին լուրջ փոփոխություն է տեղի ունեցել Դոնալդ Թրամփի դիրքորոշման մեջ։ Կան նաեւ հայտարարություններ տարբեր, որ Դոնալդ Թրամփը արդեն նույն կարծիքին է, ինչ եվրոպական երկրների բազմաթիվ առաջնորդներ, եւ սա վերջին հնարավորությունն է Վլադիմիր Պուտինի համար մեկնել Ստամբուլ եւ պայմանավորվել հրադադարի շուրջ։ Բայց ինչ է հնչում Ռուսաստանի Դաշնության կողմից, ինչ հայտարարություններ են հնչում։ Պեսկովը ասում է, որ Պուտինը հստակ աներկբա հայտարարել է, որ Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման կողմնակից է, այդ դիրքորոշմանն է մնում Վլադիմիր Պուտինը։ Այստեղ հստակություն չկա, թե Վլադիմիր Պուտինը կայցելի Ստամբուլ, թե չի այցելի, ընդհանրապես դրա մասին Ռուսաստանի Դաշնությունը աշխատում է չխոսել։ Եվ հիմա փորձենք արդեն ունեցած հայտարարությունները, ունեցած փաստերը համադրելով խոսել այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Ուղղակի ես մոռացա ասել, որ Եվրամիությունը Ռուսաստանի սառեցված ակտիվներից 900 միլիոն եվրո է հատկացնելու Ուկրաինային զենք ձեռք բերելու համար, դրանից բացի էլի միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն է տրամադրելու Ուկրաինային։ Հիմա ես պետք է փաստեմ, որ բավականին լուրջ ձևով ավելացել է ճնշումը Ռուսաստանի Դաշնության վրա։ Բոլորը շատ լավ հասկանում են Պուտինի ակնարկները, որ կարող է մեծ պատերազմ սկսվել Եվրոպայում, որ կարող է համընդհանուր մոբիլիզացիա հայտարարվել, այսինքն մեր նախորդ վերլուծությունը իրոք հիմքեր ունի եւ դա կարող է իրականություն դառնալ, բայց դա ամենավատ սցենարն է, բայց այստեղ կա նաեւ երկրորդ տարբերակը։ Վլադիմիր Պուտինը հնարավոր է նաեւ դրանով իսկ խաղ է անում, որպեսզի կարողանա ստանալ առավելագույնը, եթե ընդհանրապես պատրաստ է, ստիպված է գնալ հրադադարի, մենք շատ խորը տեղեկություններ չունենք Ռուսաստանի տնտեսության մասին, սակայն տարբեր փորձագետներ միջազգային ասում են, որ բավականին բարդ է Ռուսաստանի տնտեսության վիճակը, նաեւ բարդ է ռազմի դաշտում Ռուսաստանի Դաշնության իրավիճակը, եւ միայն իրենք գիտեն, թե ինչ է իրենց ներսում տեղի ունենում, եւ հետեւաբար հնարավոր է նաեւ Վլադիմիր Պուտինը ինչ-որ միտեղ բլեֆ է անում եւ իրականում փորձում է առավելագույնը պոկել արևմուտքից, որպեսզի գնա հրադադարի, բայց ես ավելի շատ հակված եմ մնում իմ առաջին կարծիքին, այսինքն դա վարկած երկուսն էր, բայց առաջինով իմ պատկերացմամբ Վլադիմիր Պուտինը
խուսափելու է այնուամենայնիվ խուսափելու է գնալ հրադադարի, երբ որ մտցվեն այդ երկրորդական լուրջ պատժամիջոցները, լուրջ կոնսոլիդացիա տեղի ունենա Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, սկսեն ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, Ռուսաստանը ահա ստիպված գնալու է այդ այլերին Պուտինը, բայց ես չեմ կարծում, որ դրանով ինքը կարողանալու է փրկել իրավիճակը։ Այստեղ կարելի է կրկին առանձնացնել Չինաստանի արտգործնախարարության հայտարարությունը, հաստատի Չինաստանը եւս կոչ է անում ըստ պաշտոնական տվյալների ճնշում է բանեցնում Ռուսաստանի վրա, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի այդ պատերազմը։ Գիտենք նաև Սի Դինպինի հայտարարությունը այդ շքերթից առաջ, որով որ նա նույնպես կոչ էր արել Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել պատերազմը։ Կարող են կոչ անել, բայց տակից այլ բաներ հուշել, դա էլ չեմ կարող ասել, սիրելի հայրենակիցներ, ուղղակի մենք խոսում ենք նրա մասին, ինչ կա պաշտոնապես։ Եվ այս մի քանի օրերի ընթացքում ես կարծում եմ, որ շատ բան պարզ է դառնալու։ Նույնիսկ շատ բան կարող է պարզ դառնալ արդեն վաղը, թե ինչ որոշում է ընդունելու Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդյոք սպասելու են մայիսի 15-ին, թե միանգամից այդ պատժամիջոցների մասին հայտարարելու են եւ նոր զենքի խմբականակ ուղարկելու Ուկրաինայի դրա մասին եւս հայտարարելու են։ Կարծում եմ շատ չի մնացել սպասելու, որ մենք ավելի պարզ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Հիմա տեղափոխվենք Հնդկաստան եւ Պակիստան, շատ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրո Մոդին, շատ կարևոր հայտարարությամբ։ Նա ասում է, որ Պակիստանի իշխանությունները խնդրել են Հնդկաստանին, որպեսզի Հնդկաստանը դադարեցնի իր հարվածները հասցնել Պակիստանի տարածքին։ Եվ Մոդին ասում է, որ երբ որ մեր հրթիռները եւ անօդաչու թռչող սարքերը հարվածեցին Պակիստանին, ոչ միայն տերորիստական խմբավորումների դիրքերը շարժվեցին, այլ նաեւ տատանվեց նրանց տեղամարտկությունը եւս, այսինքն պակիստանցիների։ Դա հայտարարում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրո Մոդին։ Նրա խոսքերով լուրջ հարվածներ է հասցրել Հնդկաստանը եւ Պակիստանը փաստացի տերորիստական խմբավորումների որջը է։ Սեպտեմբերի 11-ի այդ տերորիստական ակտ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ եւ աշխարհում շատ այլ տերորիստական ակտեր կազմակերպվում են Պակիստանում եւ Հնդկաստանը, եթե հարկ համարի, եթե պետք լինի, ասացի այդպես է ասում, Հնդկաստանի վարչապետը, եթե վտանգ տեսնի, նոր սադրանքներ տեսնի Պակիստանի այդ տերորիստական խմբավորումների կողմից, ապա շարունակելու է հարվածներ հասցնել Պակիստան։ Փաստացի մենք ինչին ականատես ենք լինում։ Մենք նախորդ հաղորդման ընթացքում նաև խոսեցինք Պակիստանի արտգործնախարարության հայտարարության մասին, որ այդ պատերազմը եթե շարունակվեր շատ աղետալի հետևանքներ կունենար Պակիստանի համար եւ հիմա արդեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրո Մոդիի հայտարարությունները փաստացի բռնում են իրար։ Նրանց բացի մենք գիտենք, թե ինչ լավ հաջողություններ ունեցավ հատկապես վերջի հարվածների ընթացքում Հնդկաստանը, այսինքն երբ որ հայտարարվեց հրադադարի մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, երբ Պակիստանը խախտեց այդ հրադադարը, ինչ լուրջ հարվածներ հասցրեցին Պակիստանին, եւ միանգամից ամենից տեղը հանգավ Պակիստանը հասկացավ, որ ինքը այդ պատերազմում պարտվել դրա համար ընտրեց, որպեսզի հրադադարը տեղի ունենա, Հնդկաստանը համաձայնվեց եւ ասում է, որ իրենք խնդրել են, մենք համաձայնվել ենք, բայց եթե սադրանքներ լինեն, մենք կշարունակենք մեր հարվածները։ Սա Հնդկաստանի հաղթանակն է, միանշանակ Հնդկաստանի հաղթանակն է ընդդեմ Պակիստանի եւ Պակիստանի տերորիստական խմբավորումների։ Սա կարող է լավ ազդել նաեւ մեր դիրքերի վրա, Հայաստանի Հանրապետության դիրքերի վրա, բայց մենք պետք է հիմա կոնկրետ գործողություններ եւ քայլեր անենք, որպեսզի ավելի շատ խորացնենք մեր հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Հետևաբար ես որ կոչ էի անում, որ պետք է լուրջ ձևով ցույց տալ, որ մենք Հնդկաստանի կողքին ենք, ինչը ինչ որ չափով նաեւ մասամբ արեց Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ հիմա նաեւ Արմեն Գրիգորյանի մեկնելու մասին էինք տեղեկացել, ինչ այլոց հիմա տեղեկություն չստացա, չտեսա, որ նա մեկնել է Հնդկաստան, հույսով ենք կմեկնի, դա չափազանց
կարևոր էր, որ այդ քայլերը արվեցին։ Կարելի էր անել թե չէ ավելին, ես կարծում եմ, որ կարելի էր անել միանշանակ կարելի էր անել ավելին։ Էլի վատ չէ, եւ մենք պետք է հիմա փորձենք օգտվել նրանից, որ Հնդկաստանը փաստացի հաղթանակած է դուրս գալիս այս պատերազմական գործողություններից։ Այս պահի դրությամբ այսքանը, հաջողություն կհանդիպենք։